այստեղ է։ Ես հավատում եմ իր յուրաքանչյուր խոստումին, անգին եղբայրներ և քույրեր։ Եվ ինքը ասել է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ։ Ես հավատում եմ, որ ինքը գալիս է, որ ինքը նայում է, որ ինքը քննում է ամեն մի սիրտ, ամեն մի միտք։ Տեսնում է ինչ նպատակով ենք մենք եկել այստեղ։ Եվ փառք Հիսուսին, այն մարդու համար, ում նպատակը, ում ամբողջ էությունը ձգվում է նրան, որի ամբողջ էությունը ծառավ է Տերոջը, որ չի պատկերացնում իր կյանքը առանց Հիսուսի։ Դա ամենակարևոր բանն է, թանկագիններ ջան։ Ես կարոտում եմ ձեզ իրականում, բայց երբ գալիս եմ այստեղ, նախ եւ առաջ գալիս եմ Հիսուսի համար։ Նախ եւ առաջ։ Տեր ասում է, ինչ անում ես խոսքով, թե գործով, արա Տիրոջ փառքի համար, որ Տերը փառավորվի։ Մեր ամբողջ գործնեության, մեր ամբողջ վազքի նպատակը Տիրոջ փառքն է։ Իհարկե, երբեմն դկարանում ենք դրա մեջ, երբեմն այն ինչ որ պետք է եղնի, բայց փառք Հիսուսին, որ Տերը արագ շտկում է, Տերը դնում է արագ ճիշտ ճանապարհի մեջ եւ սկսում է ելի մեզ առաջնորդել։ Փառք Հիսուսին։ Երբ Ադամը մեղ գործեց իմ թանկագին եղբայրներ եւ քույրեր, խավարը մտավ աշխարհ։ Այնտեղ որ ինքը պիտի չլիներ, այն թագավորությունը, որը տրված էր մարդու համար, որը պատրաստված էր մարդու համար եւ տրված էր մարդուն, որ մարդ այդպես թագավոր լինի եւ Աստծո հետ վայելի այդ երկիրը, երկինքը, ամբողջ տիեզերքը, փառավորի Տերոջը, մեծանի նրան եւ իր փառքի համար ընթացք ունենա։ Բայց մարդը մեղ գործեց։ Եվ մարդը մեղ գործեց, մարդը մահացավ։ Եվ գիտեք, այդ մահը մինչև մեր օրը գալիս է։ Եվ ես նայում եմ, ես ակամա թե ակամա հիշում եմ այն արտահայտությունը, որ ասում է կենդանի դիակներ կան քայլողներ։ Կենդանի դիակ է ամեն մի մարդը, որը Հիսուս Քրիստոսին չի ճանաչում եւ ատամական այդ մահվան մեջ շարունակում է ապրել եւ նրա հոգը չի։ Ինքը սիրում է այդ մեղքը, սիրում է այդ աշխարհը, սիրում է ապակալությունը, սիրում է խավարը եւ ինքը չի հասկանում, որ ինքը իրոք կենդանի դիակ է քայլող։ Որ չկա երկնքի իշխող կյանքը իր կյանքի մեջ։ Եվ մի օր աշխարհի վրա եկավ Աստված եւ ասեց. դու պետք է երկնքից, դու պետք է ջրից եւ հոգուց ծնունդ ունենաս, որպեսզի երկնային արքայությունը տեսնես։ Ամեն մի մարդ, ով փափագեց այդ ծնունդը ունենա, ամեն մի մարդ, որ հավատաց այդ լուրին, ամեն մի մարդ, որ թույլ տվեց, որ դա գա իր կյանքի մեջ եւ փոխի իր կյանքը, նա վերստին ծնվեց։ Եվ փառք Հիսուսին, որ այստեղ կան բազում վերստին ծնված մարդիկ, ովքեր որ ոչ թե մարդուց են ծնվել, այլ Աստծո հոգու ներգործության եւ Տիրոջ անունը եկել է եւ մաքրել է մեզ եւ սրբել է մեզ։ Սա մի գերբնական երևույթ է, որ աշխարհը չի կարող տալ։ Իր յուրաքանչյուր տեխնոլոգիայով, իր յուրաքանչյուր առաջընթացով նա չի կարող սա ապահովել որևէ մեկի համար։ Մարդը այսօր ռոբոտ է ստեղծում, որպեսզի ինչ-որ մի կատարյալ, ավելի կատարյալ ինչ-որ մի էություն ունենա, բայց նա ընդամենը մեռած մի արարած է, այսպես ասել, ստեղծագործություն է ինչ-որ մի բան է, բայց դրա մեջ կյանք չկա։ Հերիք է դու ասես, Հիսուս, ես քո կարիք ունեմ, Հիսուս, ես մեղավոր մարդ եմ, ես կորուստ եմ գնում, փրկի եւ մաքրի, արի ու դառնի կյանքի Տերը եւ Փրկիչը, եւ երկնքից իջնում է կյանքը, եւ մեզ վերածնում է։ Եվ հանկարծ խավարով պատված աշխարհում եւս մի լույս է վառվում, եւս մի վերստին ծնված մարդ կայնում է եւ լուսավորում է այս աշխարհը, որքան է փառավոր մեր Աստված։ Միայն ինքը կարող էր այս բանը անել, իմ թանկագին եղբայր եւ քույր։ Միայն ինքը կարող էր սա անել։ Փառավորվի իր անունը։ Եվ ես այսօր ուզում եմ խոսել մի քանի բանի վերաբերյալ, որ այդ լույսի մեջ քայլող մարդը ունի իր կյանքում։ Վերստին ծնված
մենակ չի, թանկագին իմ եղբայր եւ քույր, մենք արդեն ներկայացնում ենք Հիսուսին։ Մենք արդեն ապրում ենք այնպես, ինչպես որ ինքն էր ապրում երկրի վրա։ Եվ առաջին բանը, որ վերստին ծնվածը չի անում, վերստին ծնվածը մեղք չի գործում, ասում է Աստծո խոսքը։ Ես ավելին ասեմ, վերստին ծնված մարդը այն մարդն է, որը մահ անցավ նոր մարդով քայլեց այս աշխարհում։ Եվ գիտեք որն էր այդ մահը, այդ մահը Հիսուսի հետ խաչի վրա մահանալն էր։ Երբ Հիսուսը 2000 տարի առաջ մահանում էր խաչի վրա, ինքը ամբողջ մարդկությունը մտցրեց իր մեջ եւ իր մեջ սպանեց, որ ով կհավատա իր խաչին, իր հետ էլ երրորդ օրը հարություն առնել։ Հալելույա։ Գաղատացիս 2-րդ գլխի 19-20 համարում ասում է. օրենքով ես մահացա օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծո համար։ Ես Քրիստոսի հետ խաչը ելա, ես եւ դու Քրիստոսի հետ խաչը ելանք, մեռանք այնտեղ։ Եվ արդեն ոչ թե ես եմ ապրում, այլ Հիսուս Քրիստոսը իմ մեջ։ Վերստին ծնված մարդը մեղք չի գործում։ Ինչու՞։ Առաջին Հովհաննես 3:9 ասում է. Աստծո ծնվածը, ամեն մի ծնվածը մեղք չի գործում, որովհետև նրա սերմը բնակվում է իր մեջ, եւ ինքը չի կարող մեղք գործել, որովհետև Աստծուց ծնված է։ Եվ ինչ է ասում Գաղատացիս 2-րդ գլուխը, ասում է, որովհետև իր մեջ Հիսուսն է բնակվում։ Ալելույա։ Ուրեմն մի պայման կա, որպեսզի ես այլևս մեղք չգործեմ։ Մի կարևորագույն հիմք կա, որ ես մեղքին ասեմ ոչ, այն, ինչ երեք ինձ համար հաճելի էր, ընդունելի էր, իմ աչքերին, իմ մարմնին, իմ ամբողջ էության համար ընկալելի էր։ Այսօր ես դրան ասում եմ հետիս գնա Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև ես մահացա Հիսուսի հետ և Հիսուսի մեջ կալով բերեց նոր բնություն, որը մեղքին ասում է ոչ։ Ամեն։ Ալելույա։ Որը մեղքին ասում է ոչ։ Երեք ես մի վկայություն էի լսում մի տիկնոջ, որը սարսափելի կյանքով է ապրել։ Ինքը սարսափելի կինոներում է նկարվել, չեմ ուզում ասեմ ինչ կինոներում, եւ մարմնավաճառությամբ է զբաղվել եւ գիտեք ինչն էր ամենասարսափելին, ինքը եկեղեցի էր գալի, Աստվածաշունչ էր կարդում եւ գնում էր դրանով զբաղվում էր։ Եվ ասում են մի օր օդանավում նստած, ես սուրբ գիրքը կարդում եմ, եւ Տերը խոսեց ինձ, որ դու չես կարող այսպիսին լինել, դու կամ իմն ես, կամ իմը չես։ Եվ այդ կինը իր կյանքը փոխեց։ Ինքը հասկացավ, որ վերստին ծնված մարդը չի կարող մեղք գործել։ Վերստին ծնված մարդը պիտի այն անի, ինչ որ գրված է Հռոմեացի 8-րդ գլխի մեջ, եւ դուք դա անգիր գիտեք, բայց մենք պիտի դա անգիր ենք կիրառենք, որ արդատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ հոգով քայլողների համար։ Ամեն։ Հոգով քայլողների, երբ մեղքը գալիս է, եւ Սատանան ամեն ինչ անում է, որ ինձ եւ քեզ գցի, մենք պիտի այդ պահին հոգու ներգործության հիմքը, հոգու ներգործության իրականությունը մեր կյանքի ցույց տանք այդ մեղքի հանդեպ։ Եվ մենք չենք կարող հանրան ընդունել, համ լույսը ընդունել։ Տերը ասում է խավարը լույսի հետ գործ չունի։ Եթե ես վերստին ծնված եմ եւ ես մեղք չեմ գործում, մի պայման կա այդ մեղքը չգործելու։ Հիսուսի մեջ ապրելով ինձ ստանում է հոգու կյանքի մեջ։ Երկնային արքայության կանոնները, կյանքը դառնում է իմ կյանքի իրականությունը, եւ ես մեղքին ասում եմ ոչ։ Հեռու գնա ինձանից Հիսուսի անունով։ Ես վստահեցնում եմ թանկագին եղբայրներ քույրեր,
որ պահին դուք վերստին ծնվեցիք, ամբողջ աշխարհը պիտի ապստամբի ձեր դեմ, եւ ամեն ինչ անեն, որ դուք ընկնեք մեղքի մեջ։ Ամեն ինչ, այն ամենաչտված այն սարսափելի մեծության բաները, այն ցանկությունները, որ դուք անգամ չեք երազել, գումարներ, այստեղ գնալ, այնտեղ գնալ, նոր մարդիկ, որ ձեզ կարող են քաշել այդ մեղքի կյանքի մեջ, միանգամից հայտնվում են ձեր կողքը։ Միանգամից փոսը փորված է քո կողքը, հերիք է դու մի հատ քայլ անես եւ դու կգնես այդ փոսի մեջ։ Բայց հոգով քայլող մարդը Հիսուսով է։ Իսկ Հիսուսը որդ ու որդ տեղերով մեզ անցկացնել գիտի։ Ալելույա։ Ուրեմն վերստին ծնված մարդը մեղք չի գործում։ Երկրորդ բանը, որ վերստին ծնված մարդը ունի եւ Քրիստոսով ձեռք է բերում, վերստին ծնված մարդը պիտի անպայման սա ունենա։ Նա սիրում է Աստծո սիրով։ Հովհաննեսի առաջի թուղթ 4 գլուխ 7 համարները։ Թանկագիններ, եկեք սիրենք մեկս մեկից, որովհետև սերը Աստծուց է, եւ ամեն սիրողը Աստծուց ծնված է։ Ալելույա։ Եվ քիչ չի ծնված է։ Այստեղ մի հատ խոսք է կա հրաշալի, ասում է, եւ սիրող մարդ Աստծո ծնված, ասում ճանաչում է։ Ուրեմն ես ասում եմ, որ ես երկրային ներկայացուցիչ եմ, որ ես վերստին ծնված մարդ եմ, եւ ես իբր թե ասում ճանաչում եմ, բայց սեր չունեմ, ես չեմ ճանաչում ասում։ Եվ ես չեմ սիրում իրականության մեջ իմ կողքի եղբորս եւ քույրիկին։ Եվ քիչ չի կողքից եղբորը քույրիկին, ես չեմ սիրում կորսվող մարդուն։ Ես սիրտ չունեմ, որ գնամ իրեն օգնեմ, որ ինքը բարձրանա, քաշեմ իրան այդ տիղմից, ոնց որ ինչ-որ մեկը ինձ քաշեց, հասկանում եք։ Եթե դու ասում ես, որ դու ճանաչում ես ասում, Աստծո մասին գրված է, որ Աստված սեր է։ Եթե դու իրենից ծնված ես, ոնց դու կարող ես այս սիրուն սուրբ լինել, թանկագին եղբայրս եւ քույրս։ Ախր ինքը սեր է, ինքը իմ մեջ է բնակվում, իսկ ես չընդունելու աղբյուր է։ Դες բան չի եղել, էլի սա դիսոնանս է, դա անհնարին բան է։ Եթե ինքը իմ մեջ է բնակվում, ուրեմն ես եմ սիրո աղբյուր։ Եթե Սուրբ Հոգին ինձ ասել է, որ ինքը իմ մեջից կբխի, զորությունով եւ ուժով, ուրեմն սիրով էլ պիտի բխի, ճիշտ է թե ոչ։ Եվ սա շատ կարևոր է։ Սիրել իրար, վերաբերվել իրար ինչպես որ Հիսուսին կվերաբերվի։ Ես համոզված եմ, որևէ մեկը Հիսուսին չէր ուզել նվաստացնի, Հիսուսին գումարով չօգնի, Հիսուսին հագուստով չօգնի, Հիսուսին չհասնի, դա Հիսուսն է, մենք ամեն մեկս կճղվեինք, բայց Հիսուսի համար կանեինք, բայց եղբայրների եւ քույրերի համար պատրաստ չենք արել։ Ոնց է դες բանան։ Իմ եղբայրը եւ քույրը Հիսուսն է քայլող երկրի վրա։ Վերստին ծնված մարդը Հիսուս իր մեջ է բնակվում։ Ես չսիրեմ իրան, ուրեմն ես ասում չեմ ճանաչում։ Աստված սեր։ Վերստին ծնված մարդը սիրում է Հիսուսի Աստծո սիրով։ Եթե խնդիր կա մեր կյանքի մեջ, ուրեմն պիտի Տիրոջ ավելի բռնենք եւ խնդրենք, որ ինքը բերի դա մեր կյանքի մեջ։ Եվս մի բան, որ վերստին ծնված ունի, այս աշխարհը չունի։ Վերստին ծնված մարդ ունի, վերստին ծնված մարդը Աստծո արդարությունն է գործում երկրի վրա։ Առաջին Հովհաննես 2 գլուխ 29 համար։ Եթե դուք գիտեք, որ ինքը արդարն է, իմացեք այն էլ, որ ամեն արդարություն գործողը Աստծուց ծնված է։ Աշխարհը ունի իր արդարության չափանիշները, իր կանոնները, իր բարոյականության ընկալումը, բայց երբ ես վերստին ծնվում եմ, ես մտնում եմ այլ իրականության մեջ, երկնային արքայության, արդարության մեջ։ Եվ ես սկսում եմ այս աշխարհում ապրել, ոչ թե այս աշխարհի կանոններով, այլ երկնքի արդարությամբ։ Եվ երբ ինձ աշխարհը առաջարկում է սուտ խոսել,
ես ընդունում եմ և քայլում եմ այնպես, ինչպես որ իմ Տերն է ասում։ Ես հիշում եմ մի եղբոր թանկագին քույրեր եղբայրներ ջան, կարծեմ ինքը ապրել է Մեքսիկայում կամ Միացյալ Նահանգներում, չեմ հիշում կոնկրետ, իրեն իր գործատում մոտիկանում է և ասում է. ես քեզ առաջարկում եմ շատ մեծ գումար, որպեսզի դու հաշվապահական ցուցմունքները փոխես։ Ես քեզ դրա համար հավելյալ կվճարեմ։ Բայց եթե դու այդ բանը չանես, ես քեզ գործից հանում եմ։ Ես եղբայրը գնում է sense տարակուսանքի մեջ, սարսափելի վիճակ։ Գալիս է տուն, կնոջը ասում է, ինձ այսպիսի բան են առաջարկել։ Ես կամ գործից զրկվելու եմ, կամ պիտի տիրոջ առաջ մեղ գործել։ Սկսում են աղոթել։ Մեկ օր ունի այդ եղբայրը։ Աղոթում են, մյուս օր ինքը գնում է, կանգնում է այդ մարդու առաջ այդ տնօրենին և ասում է, գիտեք ինչ, ավելի լավ է այս գործից զրկվել, քան ես տիրոջ առաջ մեղ գործել։ Ինքը ասում է, ուրեմն լսի թանկագին ջան, սրանից հետո ես քեզ դնում եմ այս բաժնի ղեկավարը, և դու միակ մարդն ես, որը չհամաձայնվեց այդ գումարը վերցնել և խաբել։ Ուրեմն դու կլնես իմ աջ թևը։ Թանկագիններ, մեր Հիսուսը ինքը չէր նայում այս երկրի դրվածքի, նապականությանը և կեղտին, ինքը գործում էր երկնքի արդարությունը։ Բայց ես ինչպիսին եմ։ Արդյոք իմ կյանքի հիմքն էլ է այս երկնային արդարությունը։ Եթե ես արդարություն չեմ գործում, վերստին ծնվածի անունն եմ կրում։ Եթե ես երկնքի արդարությունն եմ գործում, ես բովանդակությամբ երկինքը ներկայացնում եմ։ Եվ ես չեմ կարող այլ բան անել, որովհետև Հիսուսը իմ մեջ է բնակվում։ Ես չեմ կարող գնալ հայ հարևանից գլուխը տալ, ջարդել, հայհոյել նրան, կռիվ անել, հետո հրեշտակի կերպարանքով կամ եկեղեցի իբրև թե ոչ իման չի եղել։ Ես չեմ կարող ստախոսությամբ, բղծությամբ, պապականությամբ զբաղվել և հրեշտակի կերպարանքով գալ եկեղեցու ամեն ինչ նորմալ։ Ես երկինքն եմ ներկայացնում։ Եթե ձեզ թվում է, որ այս աշխարհի մարդիկ չեն նկատում, հավատացեք, ոնց որ միկրոսկոպով զննեն ձեզ։ Այն ինչ որ դու անգամ չես պատկերացնի, ինքը տեսնում է։ Ես երբ որ ինձ հոպարը սրավիրում էր իրանց տուն, դե գիտի չեմ խմում, գինին վերցնում էի այսպես, կպցնում էի շուրթերից, չէի խմում, ու դնում էի գետնին, որ հանկարծ չասել չի խմում։ Մի օր այգով գնում եմ մեկ է եղբայրս իր ընկերոջ հետ, դեմս դուրս եկավ ու ուսես թեժ վիճաբանություն ա գնում էլի։ Ասում եմ, էս ինչ է եղել, թե այ հենց քո մասին էինք խոսում։ Ասում ինչ է եղել, հոպար ջան։ Ասում եմ, ես ասում եմ դու խմում ես, ընկերը ասում է ինքը հավատացյալ է, չի կարող խմի։ Հիմի ախպեր, հələ մի հատ բացատրեմ ես, դու խմում ես, թե չէ։ Ասում եմ, հոպար ջան, կներեք ինձ։ Ես ուղղակի կպցրել եմ շուրթերից, որ չխաբեմ, բայց սրանից հետո էդ էլ չեմ անի։ Որովհետև ես ուզում եմ իրանց աչքի առաջ երևամ, ոչ թե Հիսուսի ասածը և իր արդարությունը իրականացնեմ իմ կյանքում։ Երբ դու ապրում ես երկնայինով, ամեն բանը քո շրջապատում փոխվում է, և ռուսերեն մի հատ արտակարգ բառ կա, «Не надо прогибаться под изменчивый мир». Մենք չենք ճկնելու, իջնելու այս աշխարհի համար, աշխարհը պիտի փոխվի իմ և քո ներկայությամբ, որտեղ Հիսուսն է իմ և քո Տերը։ Հալելույա։ Եվ վերջինը ամենակարևորներից մեկը, չնայած վերստին ծնված մարդու համար անկարևոր բան չկա, վերստին ծնված մարդը հաղթում է աշխարհը։ Ամեն։ Հալելույա։ Ինչու է վերստին ծնված մարդը հաղթում աշխարհին, որովհետև մինչև ինձ 2000 տարի առաջ այս աշխարհին հաղթեց Հիսուսս խաչի վրա։ Եվ երբ ինքը մահանում էր և թշնամուն թվում էր, որ ինքը հաղթել է, ջարդել է, Աստծո որդուն ոչնչացրել է, ինքը խաչի վրա ասեց. կատարվեցավ։ Ամեն։ Կատարվեցավ։ Եվ սատանայի ոտքերը դողացին, ոնց կարող է տառապանքով անցնող և խաչի վրա մահացողը հանկարծ չխնդրի ողորմություն, չխնդրի օգնություն, բայց ասի կատարվեցավ, որովհետև
հաղթանակը իրականություն արավ։ Երբ որ ինքը հաղթեց այս աշխարհին եւ եկավ իմ ու քո մեջ բնակվելու, ինքը ինձ ասեց. ամեն Աստծուց ծնվածը հաղթում է այս աշխարհը, ինչպես որ ինքը հաղթեց այս աշխարհը։ Հայտնության գրքի մեջ արտակարգ տողեր կան 12:11 համարում. նրանք հաղթեցին գառնուկի արյամբ եւ իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց հոգիները, անձերը, չսիրեցին իրենց մարմինները անգամ մինչև մահ։ Հալելույա։ Հալելույա։ Մեր Հիսուսը մեզ կանչել է թանկագիներ ջան, որ անգամ երբ մեզ ծեծում են եւ ջարդում են, եւ ոտքը բարձրացնում են եւ մեզ խփում են, միևնույն է ես եւ դու հաղթանակած ենք, որովհետեւ դա աշխարհը անում է իմանալով, որ ինքը պարտվել է, որ ինքը միայն կարող է իմ մարմինը սպանել, բայց իմ հոգին տարժեսվում է Հիսուսի մեջ, նա ցնծում է եւ ուրախության պատված է, որովհետեւ Հիսուսը իմ մեջ է բնակվում եւ մինչ այդ ինքը հաղթել է աշխարհը։ Երբ կգա թշնամին քեզ կործանելու համար, համարձակ քո ձեռքը բարձրացրու իր վրա եւ ասա. միևնույն է սատանա, քո համար պատրաստված է կրակի ծծումը, հալելույա, միևնույն է, ուզում է հիմա սպանի, կործանի, ջարդի, ես իմ ինչ անի, միևնույն է, ինքը պիտի այդտեղ հավիտյանս հավիտենից իր վարձքը ստանա։ Հարկ Հիսուսին վերստին ծնված մարդիկ ձեզ համար, Հարկ Հիսուսին ամեն մեկիդ համար, ուրեմն գնացեք եւ Տիրոջ արդարությամբ, Տիրոջ սիրո, Տիրոջ կյանքի մեջ ապրելով քայլեք այս աշխարհում, մինչև որ մեկ Հիսուսը կգա ինձ եւ քեզ տանելու իր մոտ։ Հարավիր բերեք Հարկ եմ տալի քեզ իմ ապավեր, Սուրբ հաղթանուր Հիսուս, Սուրբ հաղթանուր։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, թագավոր, խոնարհվում ենք քո առաջ։ Մենք շնորհակալ ենք, բավաբանում ենք քեզ, բավաբանում ենք քեզ, որ փրկել ես, Հարավի գլարում Աստված, Հիսուսի հաղթանակած Տեր, հաղթանակած Հիսուս, ամեն փառքերը քոն է Տեր։ Թող Աստծո ժողովուրդը ցնծա Տիրոջ ներկայության մեջ, Աստծո մարդիկ, թող փառքը տարածվի ամեն մեկիս հոգու շնչի եւ մարմնի մեջ, հալելույա նրան, ամեն փառքերը նրան, միայն Հիսուս։